Ջինյան, գումարի չափը, որը սեփականատիրոջը պիտի տրվի, կա թե մինչև ինչքան, այսինքն օրինակ ինչքանով է գնել Սամվել Կարապետյանը, հիմա դուք նշեցիք, որ տարում է քաղաքականություն, որ իջեցվի համենայն դեպս տրվելի գումարը սեփականատիրոջը, եթե համաձայնության չկան, գերակա շահեջանացել։ Իրենք մինչև ինչքան կարող են իջեցնել այդ տրվելի գումարը, եւ դուք նաեւ նշեցիք բարոյական կողմի մասին, հիմա եթե հանրային գերակա շահ ճանաչվի, ստացվում է սեփականատերը որևէ գումար չի ստանալու, հիմա այն ինչ իրենք առաջարկում են, ավելի լավ չէ դա վերցնել, քան թե ոչինչ չստանալ, ի վերջո տարիների վեր ներդրում է եղել եւ երեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշում է, որ որևէ տեղ եւ կերպ չեք կարող մատնանշել, որ մենք ասել ենք սեփականատերը ներդրումներ չի իրականացրել, բայց պետք է հասկանանք, թե էֆեկտիվությունը ինչպիսին է եղել, այսինքն ձեզ մեղադրում են հետ է գնելու եւ ըստ էության տեղում դոփելու մեջ, որևէ արդիականացում տեղ չի ունեցել, ներդրումները եղել են, բայց այդ ներդրումները ուր են գնացել ու ինչն է արդիականացվել, իրենք չեն տեսել այդ տարիների ընթացքում, այդ մեղադրանքներին ինչպես կանխատեսել։ Գումարը ինչքան կազմի չեմ կարող ասել, ինչի ժպտացի, որովհետև իրենց ֆանտազիան ոչ ոք գա մի հատ իրավիճակ, ասել մի բան էլ դու պետք է տաս։ Այդ հաշվեն, վառվեն, մի քիչ էլ իշտեն ներքև, մինուս գնա, իրենցից ամեն ինչ սպասելի է։ Երկրորդ մասով խոսույթը փոխվել է։ Ժամանակին ասում են ներդրումները ճիշտ չեն կատարել, ժամանակին ասում են ներդրումները այսպես ուռճացված է կատարվել եւ այլն։ Փառք Աստծո, որ գոնե այդ, այսինքն այնքան սխալ էին, որ հասկացան, որ սխալ են, պետք չէ այդ խոսույթով առաջ գնալ։ Հիմա արդեն գնում են էֆեկտիվության ճանապարհով, անկեղծ ասած չեմ ուզում ինքնագովես թնչի մեր թիմի, մեր ընկերության հետ կապված, հիմնական ներքևի, այսպես ասած, բարձր մենեջմենտից ներքև հիմնական նույն մարդիկ են։ Հիմա եկեք էֆեկտիվությունը այդպես գնահատենք։ Այն ժամանակ մենք էինք, հիմա իրենք են, թող մեր ժողովուրդը գնահատի էֆեկտիվությունը եւ հասկանա, այսինքն նորից կրկնում եմ, շատ էլ իրենք խափում են այդ վթարների աճը, որ նաեւ վիզուալ երևում է, չէ՞, մեր բոլորի մաշկի վրա ենք զգում։ Այդ վթարների աճից ելնելու, եթե էֆեկտիվը սա է, ինչ ասում, նշանակում է էֆեկտիվ է։ Եվ ամենակարևորը պետական կառավարման մարմինները, այսինքն իշխանությունը, իրավունք չունեն անել արտահայտություններ եւ կատարել գործողություններ, որի արդյունքում պետությունն է վնասվում, պետական իմիջը 6-7 ամիս նորից կրկնում եմ հայտարարել, որ կառավարումը էֆեկտիվ չի եղել, կոռուպցիա է եղել, էս է եղել, այն է եղել եւ չլինի ոչ մի արձագանք, լավ ախր ինչքան կարելի է սեփական շահը այսպես վեր դասել ամեն ինչից։ Նորից կրկնում եմ, հեծի պես մեծ հիմնարկը տարիներ շարունակ արել է ինչ ուզել է այս պետությունում եւ պետությունը չեղել, լավ հիմա էլ մեր է չի, հիմա ինչը չկա, ինչու որևէ արձագանք չկա, ինչու որևէ հակադարձում չկա։ Նաեւ կամ փաստերով իրենց կողմից։ Հանձնաժողովի նիստին շատերը ես տեսել եմ, այսպես շատ շնորհակալ եմ, նախկինում եմ ասել, միջև վերջ անգամ հիշում եմ գիշերը երկրորդ նիստը 11-ից էր վերջացավ։ Որևիցե փաստական հանգամանք չի տրվել։ Այնտեղ գրվում է, օրինակ են բերում, շատ հասարակ օրինակ, ասում են հավելագրումները այսքան, ասում ենք, բայց որտեղ է այդքան։ Ասում են, դրանից հետո գրած է ինչ-որ միտեղ։ Բացում ենք, տեսնում ենք ընդհանրապես արտաշատ ցանց։ Բայց տեղեկանքի մեջ գրված է այնպես, որ համակարգային ամբողջ հանրապետությունով է։ Հասկանում եք, այսինքն կամ ապացույցներով, կամ, չգիտեմ, իրապահ մարմիններով, ինչ որ ձև։ Ժողովուրդն էլ արդեն մտածում, ասում է, լավ, այն սկզբից ասում ենք, ինչ որ չափով հավատում էինք։ Բա հիմա ուր է։ Եվ ամենակարևորը, որ ես չգիտեմ, հանձնաժողովի անդամները ինչ են զգում, երբ որ հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ մեր հանձնաժողովը անկախ է, քան երբևէ, եւ
եթե մեզնից ուժեղ էին, դե թող նույն բանը անեն։ Ժողովուրդ, հանձնաժողովի 4 կողմ լիցենզիայից զրկելու հետին 4 կողմ քվեարկած անդամներից 3-ը հանձնաժողովի անդամ են 19 թվականի մայիսի 30-ից, իսկ գործող հանձնաժողովի նախագահը եղել է հանձնաժողովի անդամ 19-20 թվականներից մոտավորապես տարի ու կես։ Հասկանում եք աբսուրդը որտեղ է։ Իրենց կողմից նշանակված կառավարիչը ասում է հանձնաժողովը դրսևորել է հանցավոր անգործություն։ Հիմա նույն հանձնաժողովը այս պայն աշխատում է, լավ ուր են իրավական հետևանքները, եթե իրականում հանցավոր անգործություն է դրսևորել։ Եվ այն հանձնաժողովը, որը հանցավոր անգործություն է դրսևորել, այսօր գլուխները բարձր հայտարարում են, որ մեզանից անկախ քան երբևէ չկա։ Ախր գիտեք, ընդհանրապես բաներ կա, որոնք չի մեկնաբանվում, էլի, ոնց մեկնաբանես։ Հա, գեղեցիկ կարող ես հայերեն ինչ-որ խոսքեր ասել, բայց ինչպես մեկնաբանվի դա։